Տիկին Ալավերդյան, ինչպես է մեկնաբանում վերջին շրջանում իշխանությունների կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու այս թիրախավորումները եւ այդ համատեքստում եք արդյոք դիտարկում Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ձերբակալությունները, նաև հնարավոր կալանավորումը։ Եկեք ես ուղղակի հստակեցնեմ իմ բանաձևերը, որոնք ես կրկնում եմ տարիներ շարունակ 2018 թվականից, որ Հայաստանը զավթել են ներսից, զավթել են թշնամական պետությունները, հոգուտ թշնամական պետությունների եւ այն ինչ որ չի կարողանում անել երկրի մեջ օրինակ Թուրքիան կամ Ադրբեջանը իրականացվում է ահա այս իշխանությունների ձեռքերով հիմա այն ինչ որ մենք այսօր ունենք դա զուտ եկեղեցու դեմ չի զուտ սրբազանների անունները չտամ դեմ չի սա հայ ինքնության դեմ է Բոլորը գիտեն, ասում են եկեղեցին ազգապաշտպան է, ազգաստեղծ է, մեր եկեղեցին ազգաստեղծ է, մեկ, երկրորդը, մենք քաղաքակրթության մեջ ուրույն տեղ ունենք, որովհետև առաջինն ենք որպես ազգ ընդունել պետականորեն քրիստոնեությունը եւ այն որ քրիստոնեությունն է թիրախը դա պատահական չէ այս իշխանությունների համար չկա որևէ սրբություն ինչու որովհետեւ նրանք ծառայում են ոչ թե հայ ժողովրդին ահա այն կենտրոններին պղտոր որոնք իրենց բերել են եւ քողարկվել են ժողովրդի խաբեությամբ իդեպ ժողովրդու իրենք իրականացնում են դա Այսքան այս ձերբակալությունները հնարավոր է նաև այսպես այս թիրախավորումներով հնարավոր է նաև հասնեն Վեհափար Հայրապետին եւ փորձեն Վեհափար Հայրապետին փոխարինել մեկ այլ իրենց ցանկալի տեխնացուով կազմակերպելով եկեղեցի։ Եթե մենք էլի գալիս ենք անձերի, ապա իրենք թիրախ են վերցրել նրանց, ով խոսում էր։ Ով բաց է բաց իրեն կարծիքը ասում էր։ Հիմա որ ես չթողնեմ մեր սրբազաններին մենակ, ես թույլ տվեք անեմ հայտարարություն։ Ես Լարիսա Ալավերդյանս ամբողջովին դեմ եմ այս իշխանության քաղաքականությանը, որովհետև դատելով իրենց հայտարարություններից, գործողություններից եւ արդյունքներից այս թիմի քաղաքականությունը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ես համաձայն չեմ։ Հիմա եթե մենք վերցնենք քաղաքական զուտ դաշտում, այն ինչ որ տեղի ունենում, դա սկիզբն է ընտրարշավի 26 թվականի համար ուզում են ստանալ այնպիսի Հայաստան, որ ոչ մեկը բերանը չբացի, այլախոսություն չլինի։ Ես այլախոս եմ։ Եղել եմ բոլոր նախագահների ժամանակ, այլախոս եմ եւ այսօր։ Եվ եթե դա հանցագործություն է, ես այստեղ եմ։ Հիմա այն ինչի համար ուզում են դատել սրբազաններին, դա իրենց այլախոսությունն է։ Թե չէ հակառակ պարագայում պետք է հավատանք մի Մկրտչյան ազգանունով մեկը 3Հ1-ով ասում էր Բագրատ Սրբազանը դա Բին Լադին է նա պտի եւ օգտագործել է թուրքերեն խոսք գյուլի նա ուզում էր գյուլել ժողովրդին թուրքերեն արտահայտվող մարդուն ես չեմ հավատում ես ինքս թուրքերեն գիտեմ իդեպ բայց աշխատում եմ երբեք չօգտագործել դրա համար մենք գործ ունենք այսօր այլախոսության դեմ տոտալիտար մեթոդներով պայքարի հետ